Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը։ Եվ ինչպես միշտ Հակոբովնան ձեզ համար նախապատրաստել է էքսկլյուզիվ բացառապես երաժշտական թողարկում եւ ունեմ շատ սպասված հյուրեր, բայց նրանց մասին րոպեներ անց, որովհետեւ այս պայն մեծագույն սիրով պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջլյա մարդկանց շրջապատում աստծօրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ ասեմ, որ տեսահոլովակի տաղանդավորը դեռ առաջին ամենասիմպաթիչին իմ հին ընկերը արդեն տաղավարում է, ում մասն է խոսքը կիբանակենց հիմա։ Ժամանակին, եթե ինձ ասեին, որ կարող եմ այսպես սիրել քեզ, մի անգամից ժպիտով կասեի անկարող եմ պատկերացնել ես, կգամի տակ արևոտ, առավոտ ու կզգամ, որ քեզ կարոտում եմ, ամեն անգամ տեսնելիս քեզ իմ սիրտը զարկում է, սիրահարի պես ինձ էլի քո ժպիտը խենթացնում է սիրելիս, ու հիմա ես հասկանում եմ ու զգում եմ, որ ես քեզ սիրում եմ, ինձ էլի քո աչքերը խենթացնում են սիրելիս, քեզանով ես հիանում եմ ու զգում եմ, թե ում եմ ես սիրում, ամեն անգամ երբ դու ինձ պատատվում, ինձ գրկում ես, հողից պոկվում եմ, քո անգույրից ես ազատ երկնքում սավառնում եմ, օդում ջահլում եմ, ու երևից մեզանով հիանում եմ, անմար աստղերը, սիրո քամին ինձ ու քեզ օրորում ու տանում է, ամպերից էլ վեր, ինձ էլի քո ժպիտը խենթացնում է սիրելիս, ու հիմա ես հասկանում եմ ու զգում եմ, որ ես քեզ սիրում եմ, ինձ էլի քո աչքերը խենթացնում են սիրելիս, քեզանով ես հիանում եմ ու զգում եմ, թե ում եմ ես սիրում, ինձ էլի քո ժպիտը խենթացնում է սիրելիս, ու հիմա ես հասկանում եմ ու զգում եմ, որ ես քեզ սիրում եմ, ինձ էլի քո աչքերը խենթացնում են սիրելիս, քեզանով ես հիանում եմ ու զգում եմ, թե ում եմ ես սիրում, լա 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 ում եմ ես սիրում, լա 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 ում եմ ես սիրում, Դե ինչ ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են, շատերն էլ ասում են մենք ֆանատորեն դեռ միջև հիմա նրան սիրում ենք ու արդեն զարմացել ենք ինչու նա ինձ մոտ տաղավարում չի եղել, բնականաբար նա այն անհատներից է, որ ասում են միջև նորություն չի լինում, ես Զինայի մոտ չեմ գալիս, բայց ըստ սահմանադրական օրենքի պետք է ներկայացնեմ, որ մեծագույն սիրով հյուրընկալում տաղանդավոր երկու ընկերներին, Լիլիթ Կարապետյանին եւ իհարկե Սեկուին, ընկերներից բարի օր, բարի գալուստ։ բարի օր Զինա ջան, Ես Լիլոյին պետքա բարի գալուստ ասեմ, թե Սեկուն տնավորվել, Լիլ ջան, նենցա որ ընկերս
Ինչքան տեսահոլովակ ունի, դու արդեն հասկացել ես, ինձ մոտա պրեմիերան անում, առաջնի մոտա, չէ՞, միշտ սեկու։ Միշտ։ Վերջացավ։ Իսկ Ես Լիլոն կարծես այս տաղավարում առաջին անգամ եմ, չէ, թող ոտնամուտս բարի լինի, Ձինջան հրաշալի հյուրեր ունենաս, մաքուր սրտով մարդիկ թող լինեն եւ այդ դրական աուրան թե քեզ վրա իր ազդեցություն ունենա թե քո հերոստադիտողների եւ այդ հյուրերի երկրպագուների։ ապրես շնորհակալ եմ Շատ ուրախ եմ, որ ես նույնպես արդեն գտնվեցի քեզ մոտ ու պիտի մեր այդ սիրուն գործից խոսենք։ Հիանալի է, սիրուն գործը, որը հիմա ողողել է ամբողջ համացանցը, հիմա եթե ձեր տեսահոլովակն էլ չի, այսպես ասած երևում, ձեր երգը վերցրել են ու շատ անհատներ, չգիտեմ այնտեղ տարբեր դեմքեր, արտիստներ նաև իրանք են երգում այսպես այնպես ու իմ ընկերներից մեկ ասեց ձին հենց որ Լիլոն քեզ մոտ տաղավար գա ասա այդ միանցնու հագուստը թող ոչ միտեղ չտա ոչ մեկին չտա էդի պահի ինչի համար չգիտեմ երևի ուզում էին այդ հագուստով քեզ էլի տեսնեն թե չէ բայց սկսենք ամենասկզբից այնպես չի որ ձեր առաջի գործն է չէ դուք էլ իրար այդ գործն եք այո դե սկսեք ամենասկզբից պատմեք նախ բոլորը գիտեն, որ Սեկուն իմ ամենասիրելի ընկերներից մեկն է։ Չգիտեմ, այս մարդը իրեն տեսած առաջին օրվանից ինձ եղբայր է, ինձ հարազատ է, ինձ ընտանիքի անդամ է, սրտիս մեջ իր տեղը միշտ ունեցել է։ Եվ Տաշի շոուից հրավեր ունեցանք, բայց այդ տարի զուգերգներ չպիտի լինեին։ Բայց ես ասացի ոչ, ուզում եմ Սեկուի հետ գալ, որովհետև հայերի համար ազգությամբ ոչ հայ մարդը, երբ երգում է հայկական երգեր հայերեն լեզվով և մարդկանց հետ այդքան վարժ ու սիրուն աշփվում այդ լեզվով, հայերի համար դա բացահայտում և սենց սրտի թրթիր է միշտ առաջացնում։ Ես որոշեցի, որ մեր մոսկվայաբնակ հայերը նույնպես վայել են իմ ընկերոջը Սեկուին ու այդպես պատրաստվեցինք և ասեմ, որ շատ սիրուն ենք պատրաստվել, ներկայացել այնտեղ ֆուրոր էր որ ես ու Սեկուն իրար հետ թե հանդերձանքը, թե մեր այդ իմ հին կատարումը, որ նորովի ավելի ներկայացրինք, վստահ եմ, որ Սեկուն նույնպես մեծ հաճույք է ստացել և քանի որ մեր ընկերությունը շատ տարիների պատմություն ունի, այսպես այս նոր երգը, որ եղավ, ես ասի Ես մի քիչ դուետների մեջ, ես մի քիչ բան եմ, պինդ եմ, քծիպ մարդ եմ Մինչև հիմա երևի դու կտեսնես, որ ես զուգերգ չունեմ, չէ՞։ Արփիկն է մենակ մեր։ Արփին է, այո, այն էլ արձագանքի միտքն էր, մենք այդ ժամանակ ինքներս ոչինչ չէինք որոշում, չէ՞։ Ինչ ասում են եւ Հովիկ է էլի մեր շատ տաղանդավոր ընկեր Արշակյանը, այն հաղորդման շրջանակներում սիրուն ինչ-որ մի բան։ Ես շատ քծիպ եմ այդ դուետների մեջ, բայց Սեկուի հարցում ես ուրիշ ձևի եմ միշտ տրամադրված, քանի որ իրեն շատ եմ սիրում, իր մարդ տեսակը, իր ամեն ինչը, մի խոսքով չգիտեմ, իմ հարազատի համար, այդպես արեցինք նաև այս զուգերգը։ Լիլ փաստով դուրս ա գալի երգը քոնն էր։ Երգը ուրեմն շատ տաղանդավոր Վահե Ալեքսանյանն էր երաժշտությունը գրել, խոսքերը շատ տաղանդավոր Ավետ Բարսեղյանը, գործիքավորեց էլի շատ տաղանդավոր Վարուժոտ Դիլբարյանը, այո, որ կյանքի կոչեցինք եւ իմ ամեն գործի գլխավերևում միշտ կանգնած է անչափ տաղանդավոր Արայիկը Կապաջյան, ես ցանկացած իմ աշխատանք առաջին հերթին ներկայացնում եմ նրան և ամեն ինչ անում եմ իր ասելով, որովհետև նրա մտքերը ինձ համար միշտ ֆավորիտ մտքեր են, ոչ մի բանում ես չեմ կարողանում ասել, չէ, բայց արժի թե չէ, նա մի անգամից այսպես կետին է կպնում ամեն ինչի, ու այդպես որոշեցինք, որ պիտի անպայման զուգերգ լինի։ Վարուժոն արդեն այնպես երգը սարքեց, որ պիտի զուգերգ լինի ռեպային է իր կտորներով, իսկ եթե զուգերգ մանավանդ ռեպային կտորներով, միայն Սեկուն։
Ես իմ այնքան եմ խոսում, սեկույն խոսք չեմ թողում, որ խոսի, այս երկու բառը ասեմ ու անցնես սեկույն։ Լավ։ Ու այդպես ծնվեց մեր զուգերքը, որի համար անչափ ուրախ ենք։ Իսկ ով նկարեց։ Ես քանի որ ինքս շատ ավելի նրբանկատ եմ եւ նույնիսկ այն ամենափոքր աշխատանք կատարողներին չեմ ուզում անտեսել, ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը նախ հայտնել Արոյիս Կապաջան, Տիգրանին Ավետիսյան, Բենեդիկտ ռեստորանին, ովքեր արդեն մեզ հետ աշխատեցին իրենց կողմից այդ ամենը առանց որևէ ինչ-որ մի բանի։ Ձեզ անչափ շնորհակալ ենք, որ նման քայլի դուք գնացիք։ Երաժշտությունը Վահե Ալեքսանյան, մեծ սիրով շեշտեցի, խոսքերը Ավետը Բարսեղյան, գործիքավորում միքս Վարուժոն Դիլբարյան, Տիգրանը Ավետիսյան, Կարենը Մանուկյան, ով իմ բոլոր տեսահոլովակների մոնտաժն է անում, պարուհիների, այդ գեղեցկուհիներին նույնպես անչափ շնորհակալ եմ, Squid Team-ին եմ անչափ շնորհակալ, Արման Խաչատրյան եւ նրանց պրոդյուսերը Մանես, քեզ էլ մեծ շնորհակալություն եմ հայտնում։ Ուրեմն Գաբաջանի մոտ մի հատ շատ հրաշք մի հատ տղա կա, Էրիկը, որ տեսահոլովակեն ամեն վարքյան մեր կողքին է եղել, ամեն ինչում միմիայն Էրիկին ենք վստահել, որովհետև շատ էսպես սրտակից մարդ է, Էրիկս Հակոբյան շնորհակալ եմ, Շպարի համար Beauty Fabric-ի Նարինեիս մեծ շնորհակալություն, Վարսերիս համար շատ են էլի ձին դրա համար պիտի կարդամ, ես գիտեմ քեզ մոտ դրա խնդիրը ես չեմ կարող ունենալ։ Չէ, դու չունես խնդիր։ Վարսերիս համար Նանոյից Ջուլհակյան, Սրապիս Շիրինյան, Լուսինեին Զաքարյան, մեր ընդհանուր լավ ընկերոջը նույնպես շատ շնորհակալ եմ Լիաննա Սուքիասյանին, ով ամբողջ տեսահոլովակի ժամանակ մեզ անմահացրել է իր գեղեցիկ ֆոտոներով, շատ շնորհակալ եմ Սեկուիս, որովհետև այդտեղ գլխավոր հերոսը նույնիսկ ինձնից գլխավորն է այդտեղ Սեկուն, ավելի շատ աշխատանք իր վրա կար։ Եվ իմ բոլոր ընկերներին, ովքեր արդեն 14 թվականից իմ ցանկացած նկարահանմանը նվիրված իմ կողքին կանգնած են եւ ես բացի իմ նկարահանվելուց ոչ մի ուրիշ բանի մասին չեմ մտածում։ Իմ բոլոր ընկերներին մեծ շնորհակալություն։ Ես պետք է մի բան ավելացնեմ, ասում եմ այդ ժամանակ մի բաժակ ջուր տվողն էլ է համարվում լումա ներդնող։ Այնպես որ բոլոր այն մարդիկ, ովքեր որ աջակցել են հաճելի ես ցանկալի առավել եւս մեզ համար, հա, տեսանելի, որովհետեւ հիմա տեսլական տեսահոլովակներ այդքան բացական են, այդքան շատ չկա։ Եվ այս դուետի համար ովքեր որ աշխատել են, ես էլ անձամբ շնորհակալ եմ եւ մի հարցից հետո այսքան խոսում ենք ի վերջո ցույց կտանք տեսահոլովակը Սեկու ոնց որ լավ ես, չէ՞, Լիլոն ամբողջ չասեց։ Բան չունես ավելացնելու Սեկ։ Երկու բան կասեմ, շատ ուրախ եմ, էլի նորից որ իր հետ ենք աշխատում, որովհետև մենք առաջին անգամ որ գնացի Տաշիր շոու։ Այո։ Այդ երգը հին երգեր է, որ ուզել ենք ռեմիքս անենք։ Ճիշտ ասել մեր սետով չէ, բայց աշխատել ենք, փորձել ենք։ Բայց մեր միտքը մեջ ուզել ենք էլի ավելի լավ բան անենք ու իմ վերջին կլիպից հետո մի օր Լիլոտենում ասում են մի հատ լավ բան եմ մտածել կլիպը երգը շատ լավ բան եմ ուզում անեմ այնա ասեցի օքեյ քանտիր չկա եւ պատրաստ կլինես կասես ու մի օր ասել ատեն կարա ստուդիա կարաս գնա երբ արմար կլինի Վարուզի մոտ գնա ստուդիա պայմանավորել եմ ստուդիայից գնացել եմ, երգը լսել եմ, մինուսը բիթը, դուրս շատ եկա, ասեցի ախպերս արի հիմա չվրազենք, ուզում եմ լավ բան պատրաստվեմ, այդ գործամա, որովհետև Լիլիթը իմ համար Հայաստանում ամենա շատ բարդ մատ է իմ համար Հայաստանում, ես թե պապա, մամա չունեմ ոչ մեկը, մենակ եմ եկե Հայաստանում եկև ամեն ինչ մենակ եմ երը, բայց իրան ոչ ճանաչել եմ շատ ուրախ եմ իմ մամա, ինքը մեծ կուրա իմ մամա, որ չեմ ուզում էլի մտնեմ ստուդիա անկապա լա ու դուրս գամ էլի, ասել եմ արի
ինձ ուրախի երկը մելը գնամ տուն, լավ լսեմ ու լավ կընտրոնանամ։ Չեմ ուզում էլի մենատս գործնելի, այդ վիճակների լինի, ուզում եմ տարբերվող լինի կոնկրետ մի բան։ Ուրեմն գնում եմ տունը, մի 3 կուպլետ գնում եմ տարբեր զենով, որ հասկանամ, որ մեկը սազի երկետ, էլի։ Ու ուրախում եմ ստուդիա, մեր աղբեր լսում է, ասետեն լավն է, ասետի չէ, ամենավերջ ունեմ, բտի ես էլի ոչ եմ վերջասրել։ Ուրեմն գալիս եմ ստուդիա, կարծում եմ, ասում եմ, այո, աղբերս, էտա, ճիշտ ես ասում էտա։ Ու սենց զայնագրետի ու իսկական շատ դուր եկա ու իրան ոտեսել եմ, ասեցի սեքսի մամա, ասում եմ, հա, ասում եմ, բոմ գործ եմ արել շատ, ասում եմ, կլսես շատ լավ աստասվել ու իսկական։ Անկեղծ ասեմ, Ձինջան, թե Վարուժը, թե Արայիկը Կապաջան, Սեկուն ռեպն էլ իր սթայլերը ունի, չէ՞։ Տարբեր բաներ, ասում էին, բայց ուրիշ բան ենք ուզում, ուրիշ բան դեռ չեն լսել ինչ արել, բայց ինքը այնքան արհեստավարժ նայի, նստել, մտածել, փնտրելա ճիշտը գտելա, համ Վարուժը, համ Արայիկը Կապաջան հիացել են, որ փաստորեն այս մարդը այդ վիճակում իսկապես արհեստավարժ է, որ կարողացել է հարմար ինչ-որ մի բան պատկերացնել, ապրես Սեկուս։ Դուք էլ ապրեք, հիմա ասում են Ակոպովնա դու ջուր ես ծեծում, հասկանում եմ, որ ժամանակն է տեսահոլովակը ներկայացնելու, այնպես որ տվյալ պայն 21 TV եթերում տեսահոլովակի պրեմիերա, հերոսները Լիլիթ Կարապետյանը եւ Սեկուն են, վայելում ենք, վերադառնում ենք տաղավար։ Candela, insera candela, candela, imsirta candela, candela, imsera candela, ampela, yerkinka sampela. Give me love when you block, when you enter the club. Everybody jump in the floor like a dog. We can jump every night, baby girl, you so what? Make it bad man love, get up, we can chop. I like the way you move, señorita. Come on, shake your body, mamacita. I like the way you do that thing, señorita. Mami, yo te quiero, bad man killer me don't care. Նորից մի կաթիլ մեղրից սարքեցիր պատմություն հանգիստ եղիր քեզ վեճիչ շեղիր խենթիմ սեր տակարում Candela, իմ սերը Candela, Candela, իմ սիրտը Candela, Candela, իմ սերը Candela, Ampela, երկինքս ամպելա When you earn on the club, everybody scream. When you move to the booty, everybody crazy. Me never ever stop for your love, baby, down. Like the way your booty down low, baby, calm down. Me wanna go now, she tell me please say down. My body in my body, she tell me please say down. She wanna make it crazy, and make me feel so baby. Dale, baby. Խանդում ես մի հատիկ, սիրում տասնապատիկ ավելի Candela, իմ սերը Candela, Candela, իմ սիրտը Candela, Candela, իմ սերը Candela, Ampela, երկինքս ամպելա Candela, իմ սերը Candela, Candela, իմ սիրտը Candela, Candela, իմ սերը Candela, Ampela, երկինքս ամպելա Դե ինչ 21 TV-ի եթերում տեղի ունեցավ Սեկուի եւ Լիլիթ Կարապետյանի անզուգական դուետը եւ ես անձամբ լինելով նախագծի հեղինակ վարող ձեզ խոստանում եմ այս տեսալվակը բազմիցս կարող եք վայելել հենց մեր ծրագրի շրջանակներում եւ ես վստահ եմ որ հենց հիմա բոլորն ասում են դե բոլոր տարիների սեքսին Լիլիթ Կարապետյանը իր
դիրքերում էր։ Սեկուն բնականաբար կարողացավ ասել, որ ռեպը հիմա իմ ձեռքում է եւ այսպես շարունակ ես շնորհավորում եմ իմ ընկերներիս լավ գործի համար։ Գիտեք, կան գործեր, են որ ասում Էս անեմ թող մնա էլի իմ մոտ, տենց գործեր էլ կա, բայց Լիլիթին ճանաչողները գիտեն, որ կարող է 10 տարին մեկ անի, բայց լավ անի էլի, ու եթե Լիլիթ Կարապետյան մինչ օրս ինձ մոտ տաղավարում չէր ուզում գար, ասում էր ձին միջև լավ բան չունենամ, ես էստեղ չեմ գա, այնպես որ տենց են որ մի քանի տենց բամբասկոտներ ասում էին Ակոպովնա Լիլիթի հետ լավ չես, որ Լիլոն քեզ մոտ չի գալիս, իսկ ինչի չեն հիշում, որ ժամանակին Լիլիթը միշտ եղել է Ակոպովնա Զինայի կողքը, այո Դե կարևորը կողքից լինես, ոչ թե եթերում է այդքան էական չի, բայց հիմա մի հարցից հետո խնդրանք ունեմ։ Դուք գիտեք նաև նախագիծը հետևում են առիթատերեր, այսպես ասած ռեստորանային համալիր, մյուզիկ հոլերի նաև շատ տնօրեններ, ովքեր ասում են՝ «Ձին նայում ենք ծրագիր, իմանանք ինչ նոր գործ է գալիս»։ Նոր գործ ենք բերել ձեզ համար արգելներս։ Ձեզ տեսնեմ։ Հա, բայց այսքանից հետո մի հարց է ծագում։ Տեսահովակը նոր է, արդեն համացանցը ողողվել է, վայելում եք Պետկրանքը, դիտումները full է, որ տեղը տեղին կա։ Դուք արդեն հասցրել եք ինչ-որ միտեղ այս դուետը երգել։ Մենք չենք հասցրել, որովհետև թե իմ զբաղվածությունը, թե Սեկուի, հա, բայց մենք վաղը առիթ ունենք, արդեն հրավիրել են մեզ, բավականին մեծ առիթ է, ու մեր առաջին գործը փաստորեն եղավ, ու վաղը պիտի երգենք Իմիջայլոց։ Այդ ամբողջը ասեցի, որովհետև հարգինս դուք հասկացաք։ Բայց դու գիտեիր։ Չէ, ես ուզում ասեմ, որ էքսկլյուզիվ հիմա այդ երգը, որ ձեր մոտ չի եղել, ինձ մոտ է լինելու, էլի կներեք։ Այն որ իմ օջախում առաջինը հնչելու դա փաստ է, հույսով եմ չեք մերժի։ Իհարկե ոչ, մեծ սիրով։ Իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր որ ձեզ այսօր անդավաճան հետևում եք, տեսախցիկը ձերն է, ինչ կմաղթեք։ Քանի որ նոր է տարին փոխվել, ես ուզում եմ 2026 թվականը այդ հրեղենձին իր սենց խրոխտ ամուր սմբակներով թող որ բոլորիս ընտանիքներ բերի առողջություն, երջանկություն, հաջողություն, ամբողջ աշխարհին ոչ միայն մեր երկրին խաղաղություն եւ ուզում եմ առանց կորուստների տարի թող լինի եւ խոսքը տալիս եմ Սեկուիս։ Ինչ կմաղթեսեք։ Տո այս տարի ոնց սկսել է մեր ամա ուրախություն, առողջությունը, վերջին անգամ էլի նույն բանը եմ ասել, Այո։ Առողջությունը շատ տանկ բան է, իսկ շատ։ Ճիշտ ես։ Մենք ես ժամանակ կալ որ չեմ հավատում, ամեն տարի ես տնում եմ, որ ես առողջ եմ, իվան չեմ, էլի ապրում եմ, իմ ամեն ինչը չգիտեմ, մոռանում եմ, ուրախանում եմ, որ Այո, որտեղ մնացածը ձեռք բերովի է։ Առողջ լինենք, մնացածը ճիշտ կլինի։ Իսկ դուք հարգարժաններս ավելի մոտ նստեք, ձայնը բարձրացրեք, որովհետև էքսկլյուզիվ ձեզ համար երգում է Լիլիթ Կարապետյանը եւ իհարկե իմ Սեկուն։ Ella Milo, Seku King, Lilith Karapetyan, Candela, im sera candela, candela, im sirta candela, candela, im sera candela, ampela, yerkin kazampela. Give me love when you block, when you enter the club. Everybody jump in the floor like a dog. We can jump every night, baby girl, you so up. Make it bad man love, get up, we can jump. I like the way you move, señorita. Come on,
everybody scream. When you move that booty, everybody crazy. Me never ever stop for your love, baby, down, down. Like the way your booty down low, baby, calm down. Me wanna go now, she tell me please say down. Body in my body, she tell me please say down. She wanna make it crazy, and make me feel so baby. Dale, 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 baby. Mai sviatic, siruntas na patica feliz. Candela, insera candela. Candela, insirte candela. Candela, insera candela. Ampela, yerkin kasampela. Candela, insera candela. Candela, insirte candela. Candela, insera candela. Ampela, yerkin kasampela. Pare pare mote siruna chita kanu memsita sainchanem. Pare pare mote siruna chita kanu memsita sainchanem. Hari pari mote siruna chita kanu masirte sasainchane. Hari pari mote siruna chita kanu masirte sasainchane. Yalla yalla baby, tu restes ma vida. On fait la fiesta, oui comme dans le cinéma. Gagne ma vida, on vit la vida loca.